2025 թվականը մեր երկրի ենթակառուցվածքների ու տարածքային զարգացման համար համակարգային փոփոխությունների ու երկար սպասված շինարարությունների ավարտի տարի էր, ճանապարհներից մինչև էներգետիկա, սուբվենցիոն ծրագրերից մինչև ավիացիոն ոլորտ։ Տարին ամփոփում ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի հետ։ Բարև ձեզ, պարոն նախարար։ Բարև ձեզ։ Պարոն նախարար, ընդհանուր առմամբ ինչպիսին էր 2025 թվականը, ոլորտում ինչ էական համակարգային փոփոխություններ են տեղի ունեցել եւ որոնք են հիմնական ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Ձեռքբերումները շատ են, ակտիվ աշխատանքային տարի ենք ունեցել 2025 թվականին նախարարության համակարգման բոլոր ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացումից մինչև էներգետիկա, տրանսպորտ, այնպես որ ակտիվ աշխատանքային տարի ենք ամփոփելու այսօր։ Իսկ ինչպիսին են մարտահրավերները, 1-2 մարտահրավեր։ Հիմնական մարտահրավերները պայմանավորված են էներգետիկ համակարգում կայացվող որոշումների մասով։ Մենք մի քանի կարևոր որոշումներ ունենք, որոնք պիտի կայացնենք 2026 թվականին, նաև ենթակառուցվածքների մյուս ծրագրերի մասով։ Հայաստանի, ինչպես նաև ձեր գերատեսչության համար վստահաբար այս տարվա ամենակարևոր նախագիծը TRIP նախագիծն էր։ Ուզում եմ հասկանալ, ինչպիսի գործնական քայլեր են արվում այս նախագծի իրականացման համար եւ ձեր կարծիքով նախագծի իրականացումը ինչ կտա մեր երկրին։ Նախինքը ենթակառուցվածքային ամենակարևոր ծրագրերից մեկն է, որի մեկնարկը պլանավորում ենք տալ արդեն այս տարի 2026 թվականի ընթացքում։ Այս պահին աշխատանքային խմբերի ֆորմատով քննարկումներ են իրականացվում եւ ես հույս ունեմ, որ մենք հնարավորինս արագ կմտնենք դեպի շինարարական փուլ։ Ինչ կտա դա մեր երկրին։ Սա մեզ հնարավորություն կտա Հայաստանով անցնող մեծ ծավալի բեռնափոխադրումներ ավելացնել, նաև էներգետիկ ենթակառուցվածքներ, կապի ենթակառուցվածքներ, ինչը էականորեն կաշխուժացնի Հայաստանի Հանրապետության տնտեսությունը։ Անցնենք նաև այլ ճանապարհների կառուցմանը։ Այս տարի ավելի քան 500 կիլոմետր ճանապարհ է կառուցվել, հիմնանորոգվել։ Կխնդրեմ նշեք, ինչ է տալիս սա մեր հանրությանը, նրանց կյանքի որակի բարելավում, տնտեսական ակտիվություն եւ այլն։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության առաջնահերթություններից մեկն է շարունակել ճանապարհաշինական աշխատանքները եւ ուրախ եմ, որ 2025 թվականը հենց այդպիսի տարի էր։ Մենք 504 կիլոմետր ճանապարհի կառուցման, վերակառուցման եւ հիմնանորոգման ծրագրեր ենք ավարտել եւ սրանք եկել են լրացնելու նախորդի վարած աշխատանքները։ Նաեւ մեծ ծավալի աշխատանքի իրականացում ճանապարհաշինական մասով սուբվենցիոն ծրագրերով շուրջ 280 կիլոմետր սուբվենցիոն աշխատանքներով ենք մենք ճանապարհներ կառուցել, նաեւ կառուցել են գրունտային ճանապարհներ, որոնք իմ ասած 505 կիլոմետրի մեջ 504 կիլոմետրի մեջ հաշվարկված չեն եւ կան ճանապարհներ, որոնք նախորդ տարիներից անհրաժեշտություն է առաջացել որակով պայմանավորված վերին շերտ փոխել։ Այդ շերտերը փոխվել են շինարարական ընկերությունների միջոցների հաշվին, մոտավորապես 35 կիլոմետր այդպիսի նոր վերին շերտ է տեղադրվել 2025 թվականի ընթացքում, որը կրկին իմ ասած 504 կիլոմետրի ցանկում ներառված չէ, այսինքն իրականում 504-ը շատ ավելի շատ է։ Վերջին 7 տարվա ընթացքում մոտ ինչքան ճանապարհ է հիմնանորոգվել, կառուցվել մեր երկրում։ Ընդհանուր առմամբ վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կառուցվել, վերակառուցվել, նորոգվել եւ հիմնանորոգվել են շուրջ 3966 կիլոմետր ճանապարհ, որից մոտավորապես 1000 կիլոմետրը սուբվենցիոն աշխատանքներով, իսկ մնացածը պետական բյուջեի ուղիղ ֆինանսավորմամբ։ Ճանապարհաշինական այս աշխատանքներն ինչպես են բաշխվել մարզերի միջև։ Արդյոք հավասարաչափ է բաշխումը, թե կան մարզեր, որտեղ որ էականորեն ավելի մեծ ծավալով։ Եթե անդրադառնամ 7 տարվա ընթացքում արած աշխատանքին, ապա գրեթե հավասարաչափ են բաշխվել։ Իհարկե կան որոշակի առանձնահատկություններ, մարզեր կան, որոնք տարածքով ավելի ընդգրկուն են եւ հետեւաբար այնտեղ ավելի մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել։ Նույնը նաեւ 2025 թվականի ընթացքում բացառությամբ Սյունիքը, որտեղ ծավալը ամենամեծն է։ Անցնենք հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին 25 թվականին այստեղ ինչպիսի աշխատանքներ են իրականացվել։ 2025 թվականին մենք հյուսիս-հարավ ծրագրի մասով էական առաջընթաց ունենք գրանցած, խոսքը վերաբերում է ինչպես բուն շինարարական աշխատանքներին, այնպես էլ նախապատրաստական եւ մրցութային գործընթացներին։ Եթե առանձին անդրադառնամ, ապա կարևոր է նշել, որ դեպի Գյումրի գնացող հատվածը ամբողջությամբ ավարտված է եւ արդեն պատրաստ ենք այս հատվածը հանձնել շահագործման։ Սրան գումարած հարավային հատվածում էական ծավալի աշխատանքներ են իրականացվել։ Խոսքը Քաջարանից դեպի Ագարակ 32 կիլոմետր երկարությամբ ճանապարհի մասին է, որը փաստացի Հայաստանի Հանրապետությունում անցած տարվա ընթացքում ամենամեծ շինարարական օբյեկտն է եղել։ Եթե թվերով անդրադառնամ, մենք այնտեղ միջին օրական կատարողականը ամառվա ամիսներին կազմել է մոտավորապես 60 միլիոն դրամ, ինչը աննախադեպ ծավալ է հայկական իրականության մեջ եւ մենք այս ծավալը պլանավորում ենք մյուս տարի ավելացնել։
Այստեղ նախատեսված է թունելներ, կամուրջներ կնշեք, մոտ քանի թունել, կամուրջ է։ Երկու թունել, որոնցից մեկի փորման աշխատանքները ամբողջությամբ ավարտվել են, մյուսում կեսից ավելին իրականացվել են, 19 կամուրջ, դրան մոտեցող ճանապարհներ, անցումներ, ամբողջովին նոր ճանապարհ կունենանք այստեղ։ Իսկ ընդհանուր հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ավարտական փուլը երբ է նախատեսված, ժամկետներ կան։ Երկու տարբեր մոտեցումներ ունենք այստեղ, նրանք որոնք մրցույթային փուլում են, ավարտը նախատեսված է 2033 եւ 2034 թվականին, իսկ մյուս հատվածները, որտեղ շինարարություն է, ավարտը նախատեսված է արդեն 2027 թվականի տարեվերջին, 2028 թվականի տարեսկզբին, մասնավորապես Քաջարան-Ագարակ հատվածի մասով։ Մարզային ճանապարհահատվածների մասին փոքր խոսենք ճանապարհաշինական աշխատանքների մասով։ Ինձ հետաքրքրում են կան մարզեր, որտեղ ձեր կողմից արձանագրվել են, որ կան որոշակի խնդիրներ եւ նախատեսված ծրագրեր կան դրանց բարեկարգման առումով։ Մենք արդեն 2026 թվականի 500 կիլոմետր ճանապարհաշինության ամբողջական ցանկ ունենք։ Կան շինարարական օբյեկտներ, որոնք նախորդ տարիներից են շինաշխատանքները մեկնարկել եւ այս տարի կշարունակվեն։ Կան նոր ճանապարհներ բազմաթիվ։ Եթե ամփոփ ասեմ, մենք միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների մասով էական առաջընթաց ունենք եւ 2026 թվականին հիմնականում մարզային նշանակության ճանապարհներ ենք նորոգելու, հիմնանորոգելու։ Կամրջաշինության մասով էլ 25 թվականին ինչ աշխատանքներ իրականացվեցին այս առումով, մեկ դեպք մասնավոր այսպես նշեմ, հայտնի է ձեզ Հովտաշատը Հայանիստին կապող կամրջի այս խնդիրը, որը որոշակի առումով մեծ խնդիր էր ստեղծել համայնքի որոշ բնակիչների համար, այս խնդիրը ցույց տվեց, որ անգամ ինչ որ փոքր հատվածի փլուզում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել բազմաթիվ մարդկանց համար։ 2026 թվականի համար ինչ ծրագրեր կան կամրջաշինության առումով։ Կամրջաշինական ամենամեծ ծրագիրը, որ 2025 թվականի ընթացքում իրականացեցինք, Հաճնի կամուրջի հիմնանորոգման աշխատանքներն էին, այս օբյեկտը տեղափոխվող օբյեկտ էր եւ գործը սկսվել էր նախորդ տարի։ Սրան գումարած նաեւ Հայանիստի կամուրջը, Վանաձորում էստակադայի հիմնանորոգման աշխատանքները, նախկին Խոյ համայնքում մի քանի կամուրջներ վերանորոգեցինք, այնպես որ ակտիվ տարի ենք ունեցել նաեւ այս մասով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կամուրջները բավականին հին են եւ անկախության տարիներին որպես այդպիսի նոր կամուրջներ չեն կառուցվել, մենք հիմա ամբողջ կամուրջային ցանցի ուսումնասիրություն ենք իրականացնում, որոշելու համար 2026 թվականի մեր առաջնահերթությունները։ Մարզային երթուղային համակարգի խնդիրներին անդրադառնանք, այս ուղղությամբ ինչ արձանագրումներ ունի նախարարությունը ու արդյոք այս խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Մեծ ծավալի աշխատանքներ են իրականում տարվում, դուք գիտեք, որ միասնական երթուղային համակարգի մոդելը ՏԿՆ-ը ներդրել է արդեն մի քանի տարի առաջ, իսկ որոշ հարցերում մենք դատական պրոցեսներին բախվելով հետաձգումներ ենք ունեցել։ Եթե ամփոփ ներկայացնեմ, ապա պետք է ասեմ, որ այս պահին հաջողությամբ Կոտայքի մարզում երթուղին աշխատում է։ Սրան գումարվել է նաև 2025 թվականի ընթացքում Արագածոտնի մարզի համար հայտարարված մրցույթի ամփոփման արդյունքներով մենք այնտեղ եւս ունենք որակյալ ուղևորափոխադրում, այս պահին մրցութային գործընթաց է իրականացվում Արարատի մարզի մասով, 2026 թվականի մեր պլանավորումը այնպեսին է, որ Արմավիրում եւս պիտի մրցույթ իրականացնենք, նաեւ արդեն մրցութային գործընթաց ենք ամփոփել Գեղարքունիքի մասի զգալի հատվածներում եւ մենք քայլ-քայլ մոտենում ենք ամբողջ հանրապետությունում միասնական երթուղու գործարկմանը, ինչը առանցքային կարեւորություն ունի Հայաստանի Հանրապետության ներքին տրանսպորտի համար։ Ինչ է իրենից ենթադրում միասնական երթուղին։ Սա նշանակում է մարզի խոշոր բնակավայրերը, հիմնականում քաղաքային բնակավայրերը գյուղական բնակավայրերում կապող եւ քաղաքային բնակավայրերը նաեւ մայրաքաղաքին կապող միասնական երթուղի, որի սպասարկումը իրականացվում է մեկ օպերատորի կողմից։ Արագածոտնի մարզում օրինակ, եթե ես անդրադարձա, 3 այդպիսի երթուղիներ ունենք, իսկ տարբեր մարզերում դրանք տարբեր են։ Այստեղ որոշակի ռիսկեր չկան, որ մեկ օպերատոր է սպասարկելու։ Գոյություն ունեն եկամտաբեր երթուղիներ եւ նվազ եկամտաբեր երթուղիներ։ Նախորդ տարիներին եկամտաբեր երթուղիների համար հայտարարված մրցույթներին ավելի շատ օպերատորներ էին մասնակցում, իսկ նվազ եկամտաբեր երթուղիների մասով այնտեղ շատ դեպքերում նույնիսկ այդ մրցույթները չեն կայանում եւ մենք որոշել ենք միասնական մոդել ստանանք, ինչը կարծում եմ էֆեկտիվ է։ Ձեր նշած Արարատի մարզի մասով ես ճիշտ եմ հասկանում, որ դա նաև վերաբերում է համար 487 տրանսպորտին, որովհետև դա սպասարկում է Արմավիրի եւ Արարատի մարզը, ու մի շարք բնակիչներ օգտվում են այս երթուղուց, բայց մինչև օրս նրանք հնարավոր է ժամերով սպասեն տրանսպորտին, տրանսպորտը չկա եւ այլն։ Արդյոք այս խնդիրը այս համատեքստում կլուծվի։ Այս համատեքստում այդ եւ բոլոր խնդիրները կլուծվեն, մասնավորապես
Արարատը մայրաքաղաքին, Վեդին մայրաքաղաքին, Արտաշատը մայրաքաղաքին եւ Մասիսը մայրաքաղաքին ու նաեւ հարակից գյուղական բնակավայրերին կապող միասնական երթուղի կունենանք, որը համալրված կլինի ամբողջովին նոր տրանսպորտային միջոցներով եւ երկարաժամկետ ըստ խնդիրը կհամարենք լուծված։ Անդրադառնանք նաև ջրային ենթակառուցվածքներին։ 25 թվականին ավարտին հասավ Վեդիի ջրամբարի կառուցումը, ինչ ծրագրեր կան, նշվում է, որ 5 նոր ջրամբար է կառուցվում։ Այս գործընթացը այժմ որ փուլում է։ Վեդիի ջրամբարի կառուցումը ոչ միայն մեր ամենախոշոր ջրամբարաշինական նախագծերից մեկն է, այլև ենթակառուցվածքների զարգացման ուղղված մեր ամենախոշոր ծրագրերից մեկն է, որի ավարտը տվեցինք նախորդ տարի, այն հնարավորություն է տալիս էականորեն բարձրացնել գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունը այդ տարածաշրջանում եւ մենք հիմա ջրամբարի ջրալսման աշխատանքներ ենք իրականացնում, որը պլանավորված է իրականացնել փուլերով։ 5 նոր ջրամբարների կառուցման մասով այժմ որ փուլում ենք։ Հանրային ներդրումային կոմիտեում անցել են 5 ջրամբարների կառուցման նախագծերը, առաջիկայում շինարարական աշխատանքների մեկներ կտրվի, ամբողջ նախագծային աշխատանքը իրականացված է եւ թերևս առաջին ջրամբարը այս ծրագրով, որի շինարարությունը կսկսենք, դա Քասախի ջրամբարի կառուցման աշխատանքներն են։ Տարվա ընթացքում շինարարական որոշակի խնդիրներ են ունեցել մեր մյուս ջրամբարաշինական խոշոր ծրագրի մասով, կապսի մասով, այնտեղ բավարար ծավալով աշխատանքներ չեն իրականացվել եւ գործընկերների հետ քննարկման արդյունքում եկել են կապալառու ընկերության հետ մեր պայմանագիրը խզելու մտքին, առաջիկայում նաեւ նախագծային որոշակի նոր լուծումներ կտրվեն, ավելի մեծ նախագիծ կունենանք եւ 2026 թվականի ընթացքում շինարարական աշխատանքների մրցույթ կհայտարարենք եւ կշարունակենք կապսի ջրամբարի կառուցման աշխատանքները արդեն այլ շինարարի հետ։ Սուբվենցիոն ծրագրերի մասով նշեցիք, որ ճանապարհաշինական լուրջ աշխատանքներ են իրականացվել, բայց հետաքրքրում է ել ինչ ծրագրեր են իրականացվել ու արդյոք աճի միտում կա նախորդ տարիների համեմատ։ Նախ ուրախությամբ կարձանագրեմ, որ 2025 թվականի ընթացքում մենք ավելի մեծ ծավալի ծրագրեր ենք եւ հաստատել եւ ավելի մեծ ծավալի ծրագրեր ենք համաֆինանսավորել պետական բյուջեից, մասնավորապես նախորդ տարի 33 միլիարդ 600 միլիոն դրամի համաֆինանսավորում ենք իրականացել, որը ուղղվել է ուրեմն տարբեր տեսակի ենթակառուցվածքների զարգացմանը։ Կարևոր մի բանի կուզեմ անդրադառնալ, որ պետական համաֆինանսավորման ծրագրերը ենթակառուցվածքների զարգացման ուղղված մեր ամենախոշոր ծրագրերն են եւ համայնքային դիմագիծ փոխող ծրագրեր են։ Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք տարբեր ոլորտներում այդպիսի աշխատանքներ ենք իրականացրել, շուրջ 58 մանկապարտեզի նորոգման, հիմնանորոգման, կառուցման եւ վերակառուցման ծրագրեր են իրականացվել սուբվենցիոն ծրագրերով, նախորդիվ ասեցի 1000 կիլոմետր ճանապարհ է կառուցվել նաեւ այս ծրագրով, մի քանի հազար կիլոմետրին հասնող խմելու եւ ոռոգման ջրի համակարգեր, ջրահեռացման համակարգեր են կառուցվել, գազամատակարարման, ցանց լուսավորության համակարգ, սա այն տեսակի աշխատանքներ են, որոնց ընտրությունը նախ գալիս է համայնքից, հաշվի առնելով համայնքի կարիքները, հետո նաև ուսումնասիրվում է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եւ արդեն դրական եզրակացության պարագայում շատ արագ շինարարական աշխատանքներ են մեկնարկում։ Սուբվենցիոն աշխատանքների ծավալի ավելացումը առաջին հերթին պայմանավորված է համայնքների ֆինանսական կարողությունների ավելացմամբ, որովհետև եւ սեփական եկամուտների մասով եւ պետական բյուջեից հատկացումների մասով ծավալների էական առաջընթաց ունենք, ինչը հնարավորություն է տալիս համայնքներին եւ ավելի ընդգրկուն եւ ավելի մեծ ծավալով աշխատանքներ ներկայացնել, մասնավորապես ունենք համայնքներ, որոնց ասֆալտապատման հայտերը 2025 թվականին արդեն մի քանի միլիարդ դրամ արժեքով էին։ Ավիացիոն ոլորտը 2025 թվականին ինչպես աչքի ընկավ ու նշվել է նաև, որ 2026-ի հունիսին գործարկվելու է Երևան-Լոնդոն-Երևան թռիչքուղին, ինչպես մենք հասանք սրան։ Նախ կառավարությունը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում օդային ուղևորափոխադրումների ծավալի ավելացման ուղղությամբ եւ 2025 թվականին մենք առանցքային կարևոր որոշում ենք ընդունել, դա սուբսիդավորման ծրագիրն է ավիաընկերությունների համար։ Ուզում եմ հիշեցնել, որ պայմանը հետևյալն էր, որ այն ավիաընկերությունները, որոնք պատրաստակամություն կհայտնեն Հայաստանում բազավորվելու եւ առնվազն 2 օդանավ Հայաստանում բազավորելու մասով, կկարողանան նոր ուղղություններից բոլոր ուղևորների համար օգտվել սուբսիդավորման հնարավորությունից։ Իհարկե, այնտեղ որոշակի առանձնահատկություններ կար, որոնցից ամենակարևորը Գյումրիից նոր ուղղությամբ թռիչքներն էր։ Դուք տեղյակ եք, որ Wizz Air ավիաընկերությունը հայտարարեց արդեն հոկտեմբեր ամսին բազավորման մտադրության մասին եւ իրենք այստեղ բազավորվեցին։ Կարևոր է արձանագրել, որ դրա արդյունքում նաեւ էականորեն նոր ուղղություններով շարժը ավելացավ եւ ընդամենը 2025 թվականի դեկտեմբերին իրենք հայտարարեցին նաեւ դեպի Լոնդոն ուղիղ չվերթի մասին։
Ընդհանուր առմամբ ոլորտում եթե արձանագրեն փոփոխությունները, ապա 2025 թվականը շատ ակտիվ էր այս մասով։ Մենք 8 նոր ավիաընկերությունների մուտք ունեցանք Հայաստան, ինչի արդյունքում Երևանի Զվարթնոց օդանավակայանի եւ Գյումրիի Շիրակ օդանավակայանում սպասարկվող ուղևորների թիվը հասավ 5.500.000-ի, որը մոտավորապես 7.5% ավել էր, քան նախորդ 2024 թվականի ընթացքում։ Պիտի կարևոր արձանագրում անեմ, որ ոլորտը բուռն զարգանում է եւ Հայաստանի Հանրապետությունից արդեն տարբեր երկրներ թռիչքներն են հասանելի, բավական մատչելի են դարձել տարբեր ուղղություններով, ուրեմն տոմսերի արժեքները, իսկ Գյումրիից դեպի Լեռնակա ուղղությամբ ամբողջ տարվա ընթացքում մեկնարկի պայից սկսած շուրջ 7000 դրամ արժեք է եղել։ Սա ինչ է տալիս մեր երկրին։ Սա Հայաստանն է բացում աշխարհի համար եւ աշխարհն է բացում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչը ունի եւ զբոսաշրջային նշանակություն, եւ տնտեսական նշանակություն, նաեւ հոգեբանական նշանակություն, որովհետեւ աշխարհի շատ ուղղություններ այլևս հասանելի են մեր քաղաքացիների համար, ոչ միայն սահմանների մասով, այլ նաեւ ֆինանսական մասով, որովհետեւ բազմաթիվ քաղաքացիներ այս տարվա ընթացքում օգտվել են բավականին մատչելի տոմսեր գնելու հնարավորությունից։ 2025 թվականը էներգետիկ ոլորտում ինչպիսի տարի էր մեր երկրի համար, ինչ ձեռքբերումներ կան։ Կարևոր տարի էր եւ տարվա ամենամեծ ձեռքբերումը, որ ես կուզեմ նշել, դա էներգետիկ համակարգի կայունությունը ապահովելն էր։ 2025 թվականին ոլորտի մեր մասնագետների մեջ ջանքերի արդյունքում մենք կարողացանք էներգետիկ ոլորտում կայունություն ապահովել, ինչը լուրջ մարտահրավեր է հաշվի առնելով վերականգնվող էներգիայի ծավալների աճը մեր էներգահամակարգում։ Հայաստանի Հանրապետության էներգետիկ երկարաժամկետ ռազմավարությամբ սահմանված թիրախեր 1000 մեգավատ արևային կայաններ ունենալ Հայաստանում եւ այդ ռազմավարական թիրախից արդեն կատարումից տարիներ առաջ մենք 2025 թվականին կարողացանք շուրջ 1100 մեգավատ դրվածքային հզորությամբ կայաններ ունենալ, ինչը էական կարևոր հանգամանք է դիվերսիֆիկացման տեսանկյունից, բայց նաև լուրջ մարտահրավեր է մեր էներգահամակարգի կայունության ապահովման տեսանկյունից եւ ուրախ եմ, որ մեզ ստացվեց 2025 թվականին այդ կայունությունը ապահովել։ Նոր ատոմակայանի կառուցման մասով ինչ է արվում եւ արդեն որ փուլին եք հասել։ Նախ կուզեմ անդրադառնալ, որ 2025 թվականի ընթացքում մենք բավական մեծ ուսումնասիրություններ ենք իրականացրել այս մասով, նաև գոյություն ունեցող կայանի վերանորոգման մասով։ Ունենք պատկերացում ինչպիսի ատոմակայան ենք ուզում, խոսքը մոդուլային ատոմակայանի մասին է, որը լրացուցիչ ճկունություն կտա մեր էներգահամակարգին, պայմանավորված նաև իմ նշած հանգամանքով, որ վերականգնվող էներգիայի ծավալը էականորեն Հայաստանի էներգահամակարգում ավելացել է։ Ուսումնասիրում ենք տարբեր երկրների առաջարկներ եւ 2026 թվականի ընթացքում էլ ուսումնասիրությունները շարունակելու ենք, որպեսզի վերջնական մոդելը կարողանանք ընտրել եւ հնարավորինս շուտ անցնենք արդեն մրցութային եւ կառուցման գործընթացներին։ Նույնչափ կարևոր եւս մի հանգամանք կուզեմ ասել, մենք 2026 թվականի ընթացքում շահագործման ժամկետի երկարացման ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ պետք է իրականացնենք Մեծամորի ատոմակայանում, ինչը մեզ հնարավորություն է ընձեռնվելու շուրջ 10 տարի ժամկետով երկարացնել գոյություն ունեցող ատոմակայանի շահագործման ժամկետը եւ այս ժամկետների պահպանմամբ այն պահին, երբ որ նոր ատոմակայանը արդեն կկարողանա մտնել էներգահամակարգ, Մեծամորի ատոմակայանը այդ պահին դուրս կգա էներգահամակարգից եւ մենք որպես այդպեսին կշարունակենք կայունություն ունենալ մեր էներգահամակարգում։ Եվ վերջում, պարոն նախարար, 2026 թվականից ինչ ակնկալիքներ ունեք, ինչ հիմնական թիրախ կամ թիրախներ է սահմանել նախարարությունը։ Հիմնական թիրախներից առաջինը, եթե անդրադառնամ ճանապարհաշինական աշխատանքներին, դա Քաջարանի թունելի մեկնարկն է։ Մենք այստեղ թունելի շինարարական աշխատանքների մրցութային գործընթաց ենք ամփոփել, նաև մրցութային փուլում են գտնվում Բարգուշատի թունելին մոտեցող ճանապարհները եւ առանձին բանակցություններ ենք վարում նաև եվրոպական կազմակերպությունների հետ Բարգուշատի թունելի կառուցման մասով, այստեղ ենթակառուցվածքների զարգացման ուղղված մեր ամենախոշոր առաջընթաց քայլը կլինի Քաջարանի թունելի շինարարական աշխատանքների մեկնարկը։ Կարևոր է նաև ջրային ոլորտի ենթակառուցվածքների զարգացման ուղղված մեր ծրագրերը եւ 2026 թվականից մեր ակնկալիքները այդպիսին են։
Նախորդիվ ասացի, որ 5 խոշոր ջրամբարների կառուցման աշխատանքներ ենք պլանավորում։ Մեր ակնկալիքը 2026 թվականի ընթացքում առաջանցիկ տեմպերով եւ մեկնարկ տալ եւ որոշակի շինարարական process ունենալ, շարունակել ուրեմն էներգետիկ համակարգի կայունությունը ապահովելուն ուղղված մեր քայլերը, հաջողությամբ ավարտել Մեծամորի ատոմականի շահագործման ժամկետի երկարացման ուղղված մեր միջոցառումները, որը բավական ծավալուն միջոցառումներ են եւ մենք 2026 թվականի ընթացքում մի քանի ամիս տևողությամբ շուրջ 5 ամիս սովորականից ավելի երկար ժամկետով ատոմակայանը հանելու ենք մեր էներգետիկ համակարգից, ինչը լրացուցիչ մարտահրավեր է մեր էներգահամակարգի համար, բայց վստահ եմ, որ մենք կարողանանք եւ այս մասը հաղթահարել եւ նաեւ երկարացնել ժամկետը։ Տրանսպորտային ոլորտում պիտի շարունակենք եւ օդային տրանսպորտի հետ կապված մեր քայլերը, ակնկալում ենք, որ Երևան ժամանող ուղևորների թիվը շատ ավելի կմեծանա, հաշվի առնելով նաեւ նոր ավիաընկերությունների ներգրավումը, նոր ուղղություններից տեղափոխվելու հնարավորությունը դեպի Հայաստան։ Սա եւս մեր համար առանցքային կարևորություն ունի։ Պլանավորում ենք առնվազն 2-3 մարզում միասնական երթուղային ցանցի անցնել, ինչը ներքին տրանսպորտի համար էական կարևոր է, որովհետեւ ծայրամասային մարզերում լուրջ դժվարություններ կան այս մասով եւ գյուղական բնակավայրեր հասնելու եւ նաեւ քաղաքային բնակավայրերից, մարզ կենտրոններից, խոշոր բնակավայրերից դեպի Երևան հասնելու մասով։ Ուզում ենք թվայնացման մեծ ծրագրի շարունակություն տանք պետական գույքի եւ համայնքային գույքի օտարման մասով 2025 թվականի ընթացքում անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ ենք ուրեմն իրականացել այդ թվում համայնքային գույքի օտարման մասով եւ պլանավորում ենք 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում վաճառվող պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը ամբողջությամբ տեղավորել մի հարթակում, ինչը մեզ հնարավորություն կտա էականորեն թափանցիկություն եւ էֆեկտիվ կառավարում ապահովել այս ուղղությամբ։ Կարևոր է նաեւ ընդերք օգտագործման ոլորտում ուսումնասիրությունների ծավալի ավելացումը եւ այս ոլորտում եւս թվայնացումը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ Տարին ամփոփելու այս լավ առիթի համար, վստահ եմ, որ առաջիկայում բազմաթիվ նոր աշխատանքների մեկնարկի մասին լուրեր տալու հնարավորություն կունենանք եւ նաեւ օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ամանորի եւ Սուրբ Ծննդի առիթով։ Հիշեցնեմ, որ զրուցում էի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի հետ։ Հաջողություն։